Հայաստանը շատ փոքր շուկա է։ Ես այս տաղավարում շատ գործարարների հետ եմ զրուցել ու նրանցից բոլորը լինի ռեստորանի սեփականատեր, թե այլ բիզնեսի սեփականատեր, անգամ այդքան մեծ ծաղկում ունեցող անշարժ գույքով զբաղվող գործարար, իրենք բոլորը բողոքում են շուկայի փոքրությունից եւ գործարարների մեծ մասը խոսում էր այն մասին, որ որպեսզի այստեղ իրենք իրենց բիզնեսը պահեն, իրենք ստիպված են ներդրումներ անել նաեւ դրսում եւ նաեւ մտածում են գնալ դեպի դուրս։ Հիմա եթե այս հարցը պրոյեկտենք ուհի բրենդի վրա, ինչ կստանանք, փոքր շուկա, կա արդյոք նպատակ դուրս գալու, որպեսզի այստեղի փոքրը պահել։ Նույն բանը այն ինչ ասել են մինչև մեզ գործարարները։ Քանի որ Հայաստանը մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական շատ դժվար հատվածում, հա, մենք փակ ենք բոլոր կողմերից, կարելի ասել, ու հումքի ներկրելը խնդիրները գործարարի արժեք ստեղծողի վրա, այսինքն մարդը ով որ ինչ որ բան է ստեղծում, իր վրա շատ շոշափելի զգացվում է։ Ու դրանից ելնելով մենք որպես բիզնեսմեն ոնց ենք вообще մեր ազգը, հա, ես մի հատ էլ այդ կողմից նայեմ։ Մենք փորձում ենք անենք, տեսնենք ինչա ստացվում մեր մոտ։ Մեր մոտ որ ինչ որ փորձերից հետո եթե լավ բան ստացվում է, ինչ որ մեկ բան ստացվում է, հասկանում ենք, որ եկամուտները այնքան չեն, որ փակեն իր ծախսերը։ Ու այդքան չարչարվելու, տանջվելու արդյունքում ստեղծել ենք ինչ որ բան, որը որ սիրվել է, ու դա շատ ցավոտ է ուղղակի թողնել ժամանակի կմահաճույքին, բախտի կմահաճույքին, տեսնել կմնա շուկայում, թե չէ։ Որտեղ մարդիկ էլ հոգնում են նույնությունից, հա, նույն բանից հոգնում են կարճ ժամանակում։ Դրա համար բոլորը նայում են դուրս, որպեսզի փորձեն մի փոքր ծավալվեն, մի փոքր բան ստեղծեն, որը որ ապահովագրի ստեղի ստեղծածը, քանի որ ստեղի ստեղծածը ու ստեղի ստեղծածը մեր համար շատ քաղցր է ու ցավոտ է դա կորցնելը, հա, մտածում ենք մի բան անենք մեկ ուրիշ տեղ, որը որ կպահի ստեղի մեր հայրենիքում ստեղծած